խոսենք Հայաստան-Սփյուռք կապից, ներկա իրադրությունից, ինչ մարտահրավերներ են հիմա Սփյուռքի առաջ ծառացած եւ ինչպես եք փորձելու այսպես ասած բարդ իրադրությունում պահպանել այն կարևորը, որը անում եք, դա հայապահպանությունն է Սփյուռքում։ Կարող ենք սկսել։ Սկսենք վերջից երևի հայապահպանման հարցին պատասխանեմ։ Կարծում եմ հայապահպանությունը դա շատ անձնական ամեն ընտանիքի գործն է, որից հետո տեղափոխվում է արդեն ինստիտուցիոնալ կազմ։ Այստեղ կազմակերպությունները բոլորիդ քաջ հայտնի է ուգապը կամ ակբուն, ոնց ասում են, ՀԲՄ-ն, որ 100 տարեկան կառույց է, ինքը անկախ ամեն ինչից գործում է։ Մնացած բոլոր կառույցներն են, ասենք դաշնակցականները, անգամ այստեղ Արգենտինայում կոմունիստները, հայ կոմունիստները, իրենց կազմակերպությունները անկախ ամեն ինչից գործում են։ Ինչքանով է դա նպաստում Հայաստան-Սփյուռք կապին, ես անձամբ վերապահումով եմ մոտենում դրան, որովհետև այսօր կարծում եմ Հայաստան-Սփյուռք կապ ընդհանրապես գոյություն չունի։ Ընդհանրապես։ Գոնե Արգենտինայի հետ գոյություն չունի։ Անհատական առումով, այո, իհարկե անհատներ կան, որ իրենց ներդրումն ունեն Հայաստանի տարբեր ոլորտներում, բայց դա զուտ անհատական։ Կարևոր ոչ մի բան մերժել վիճակ եմ համարում Հայաստան-Սփյուռք կապը։ Ես սա իմ անձնական կարծիքն է, ինչ որ ես տեսնում եմ։ Իսկ դա վերջին տարիներին է այդպես եղել, թե միանշանակ հիմա ճիշտն ասեմ, Լերա ջան, չեմ ուզում ասեմ լեզվիցս քաշում ես, բայց ես հակա չեմ վախենալու չէ, այսինքն չեմ խորշի ասել հակա նիկոլական եմ իմ ամբողջ էությամբ, ու սկսած իհարկե իրենց այդ հակա հայկական քաղաքական բոլոր քայլերից եւ քաղաքական եւ հասարակական բոլոր իրենց քայլերը հակա հայկական են, ինչ որ մենք մեր պատկերացումներում, գոնե իմ պատկերացումներում ինչ որ կա հային վերագրվող, հային բնորոշող, իրենք հակա հայ են։ Գոնե ինձ համար։ Իսկ ստաց իրենց ղեկավարումից, այո, մահացած է Սփյուռք Հայաստան կապը, մահացած է։ Չի ասի վիրավորա, մահացած է ուղղակի։ Կներեք։ Պարոն Սարգսյան, ըստ էության Սփյուռքի հետ կապը եւ Սփյուռքին թիրախավորելը սկսվեց այն պահից, երբ այսպես ասած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դուրս եկավ արտաքին գործերի նախարարության թիվ 1 առաջնահերթությունից եւ բոլորս էլ գիտենք, որ Սփյուռքի համար այսպես ասած կարմիր եւ անբաժանելի գիծ է հենց ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ դրսում ունենք Հայդատ, ով ակտիվ այդ ամենով աշխատում է, ինչպես նաեւ գիտենք, որ Սփյուռքի համայնքները միահամուռ ուժերով պայքարում են, որպեսզի ավելի շատ երկրներ փորձեն ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչպես բնորոշեք այս ամենը, հա, արդյոք Հայաստանի իշխանությունները վախեր ունի դրա պատճառով է, որ հիմա Սփյուռքի հետ կապը կարելի ասել դադարեցված է։ Անկամ եթե նախկինում կար նախարարություն, հիմա կա Սփյուռքի գործերով հատուկ հանձնակատար, բայց խոսելով մեր սփյուռքահայ բազմաթիվ այսպես ասած հայրենակիցների հետ տեսնում ենք, որ կապվել չկա ընդհանրապես, հա, ոչ հարցնում են ինչպես եք, ինչ խնդիրներ ունեք, ոչ մի ծրագիր չի, այսպես ասած գործարկվում, այս մասով խոսենք։ Ես կարծում եմ, որ մենք հայերս անկախ ծննդավայրից, անկախ ունենք մեր տեսակը, մեր բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ, եւ ամենամեծ թերությունը կարծում եմ, որ մենք չենք սիրում մեր թերություններից խոսել։ Մատնանշել մեր թերությունները, ինչը որ ծառացել է այսօր մեր գլխին, բառի բուն իմաստով։ Սփյուռքը նույնպես թերացել է տարիներ շարունակ, չի կարող պատահի, որ ունենալով այս չափի հզոր մեծ Սփյուռք, մենք դեռ հասած չլինենք մեր նպատակին։ Սփյուռքը միանշանակ թերացել է իր գործում, միանշանակ։ Հիմա ես վստահ եմ քարկոծելու են ինձ այս խոսքերից համար, հենց նույնիսկ Սփյուռքում, ասելով ոնց դու Արգենտինայում ես ապրում, Արգենտինայի խորհրդարանը ընդունել է, Արգենտինան առհասարակ ընդունել է հայոց ցեղասպանությունը, անգամ անհատական գործ կա, դատական գործ կա, որը շահել է
մի ընտանիք Հայրապետյանների ընտանիքը Թուրքիայի կառավարության գալ, բայց Արգենտինան դա ինչ օգուտ է տվել Հայրապետյանների ընտանիքին բացի օրվա լուր լինելուց։ Չէ, էականորեն խոսենք, չէ։ Այո։ Մենք առարկայական ինչ օգուտ ունենք դրանից։ Մենք կարողացել ենք հետո այդ լուրը կամ այդ եղերությունը օգտագործել քաղաքականապես այնպես, որ դա մեզ նույնիսկ Արգենտինայում օգուտ տա։ Ես ասեմ Ադրբեջանի դեսպանատունը շատ ավելի լավ է գործում ստեղ չունենալով համայնք, քան մեր դեսպանատունը։ Ունենալով հսկայական համայնք, հրեական համայնքից հետո լինելով ամենաուժեղ համայնքը։ Մենք Սփյուռքը թերացել է այդ առումով։ Իսկ ինչ մնում է մեր ղեկավարության, Հայաստանի Հանրապետության ղեկավարության այսօրվա վախերին, ես կարծում եմ, որ իրենք թքած ունեն ամեն ինչի վրա բացառապես իրենք չեն վախենում ոչ մի բանից, ինչի համար, որովհետև մեր հասարակությունը ներում է իրանց կամ լավ, չասեմ, չօգտագործեմ այդ բառը ներում է, բայց գոնե անտարբեր է ամեն որոշման նկատմամբ։ Մենք որպես հասարակություն, մենք որպես ազգ թերացել ենք վերջին 10 տարին առնվազն։ Ամեն ինչում։ Անկամ մեր դուրը պահելուց, մեր որ ասում են սա, ասենք մեր դռնից ներս չէ, շատ ինչ որ պոպուլյար արտահայտություն է դարձել վերջերս Facebook-ում բոլորը, ասենք, ոչ միայն Facebook-ում, բոլոր համացանցում շատ է գրվում ասվում այդպես, որ ամեն մարդ ոնց որ իր այգին է պահում։ Նույնիսկ այդ ենք վատանում։ Նույնիսկ այդ այգին մենք վատ ենք պահում։ Մենք թերացել ենք, մենք պիտի ընդունենք, որ թերացել ենք։ Մենք դա չենք ընդունում։ Պարոն Սարգսյան, ըստ էության նաև դուք խոսեցիք Ադրբեջանի դեսպանատան մասին, չնայած որ այդտեղ համայնք չկա, հետաքրքիր է իրենց ուղղվածությունը ինչպես են տանում, օրինակ Արցախի մասով հայտարարություններ հնչում են, չեն հնչում, որոշակի չափով հայերի թիրախավորում կա, թե չկա, որովհետև դուք ավելի մոտից եք, հա, ավելի մոտ եք այդ ամենին, կարդում եք, ուզում ենք նաև այս մասով հասկանալ։ Իրենք ստվերում են գործում եւ գործում են շատ լավ։ Իրենք կարիքը չունեն արտահայտություն անելու, ոնց որ ասած, ինչ որ մեծ իրարանցում հրահրելու կամ եւ այլ բաներ, իրենք գործում են։ Օրինակ, գիտեք ինչպես են գործում, որ բոլոր զբոսաշրջության, ասենք, տուրիստական բոլոր կազմակերպությունները պրոպագանդում են, որ անպայման այցելել Թուրքիա եւ Ադրբեջան, որ դա երազանքների երկիր է։ Եվ դա համատարած ամենուր է ու առաջին տեղերում են։ Իսկ Հայաստան գնալու համար, այսինքն туриզմը Հայաստան, դա զուտ արվում է մեր կազմակերպությունների մակարդակով, ոչ ավելի, ոչ պակաս։ Այսինքն մենք չենք սիրում ներդրում անել, ֆինանսական ներդրում անել, մտածելով, որ 10 տարի հետո լավ կլինի։ Եվ առհասարակ կարծում եմ մեր հայերիս մեծամասնության համար կան իհարկե հատուկ են անհատներ, որ շատ հեռատես են, ովքեր որ միլիարդատերեր են, բայց կազմակերպչական առումով ես կարծում եմ, որ նույնիսկ sense ասեմ, եթե օգուտ չկա, ներդրում չկա։ Օգուտը նկատի ունեմ շահ, նյութական շահի մասին ասած։ Եթե չէ ներդրում չկա, այսինքն օգուտը կարող է լինել իշահ մշակույթի, իշահ ինչու՞ չէ туриզմի, չկա ծրագիր երկարաժամկետ, գոյություն չունի բացարձակապես։ Դրա համար եմ ասում, մենք ունենք մեր առավելություններով եւ թերություններով հանդերձ, հայը մնում է հայ կապ չունի, ինքը ծնվել է Ստամբուլում, ծնվել է Հունաստանում, ծնվել է Արգենտինայում, Միացյալ Նահանգներում, մենք մի sense գիծ ունենք, որին անդավաճ անենք, դա կլինի նորից եմ ասում, թե առավելությունների, թե թերությունների առումով։ Պարոն Սարգսյան, թերևս չեմ կարող նաև չխոսել եւ ձեզ չհարցնել մի մասով, որ գիտեմ Սփյուռքում ապրող բոլոր հայերի ուշադրությունը սևեռված է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վերջին իրադարձություններին, վստահաբար գիտեմ հետևում եք, սկսած եկեղեցու դեմ արշավից, վերջացրած բարերարներին, գործարարների ձերբակալություններով, այս ամեն ինչը, որ դիտարկում եք, ինչպես նաև փորձենք խոսել սկզբում Սփյուռքի հետ հարաբերությունները
խզվեցին, սառեցվեցին, հետո եկեղեցու դեմ արշավ տեղի ունեցավ, իսկ ընտրություններից հետո եւ առաջ, այսպես ասած, այն կորիզն են փորձում, այսպես ասած, կոտրել, որը որ սնուցում էր, հա, գիտենք, որ նույն բարերարները նաեւ Սփյուռքում են ներդրումներ կատարել։ Հիմա այս ամենով, հա, Հայաստանում տեղի ունեցող իրադրությունները Սփյուռքի համար մտահոգիչ են եւ որքանով են մտահոգիչ։ Ես որ ասում եի անգամ մեր այգին ենք վատ պահում, խոսքս դրա մասին էր։ Գայք Ծառուկյանի նման մարդուն ձերբակալել են անկախ իր բոլոր թերությունների, առաջին քննադատողներից մեկը 2018 թվականին ես եմ եղել, որ ինքը ջրով ապահովեց, ուտելիքով ապահովեց, շարժումը եւ այլ բաներ, ես շարժման ամենաառաջին դեմ մարդկանցից եմ եղել, իմ Facebook-յան էջում դա կա այդ բոլորը։ Ես նորություն չեմ ասում, բայց այդուհանդերձ ձերբակալել նման մարդու, թողնել անաշխատանք բազում մարդկանց, ես տեսնում եմ ինչա կատարվում, բայց անգամ այդ մարդիկ, այսինքն մտել են իրենց այգին, տրորում են, ծառահատում են իրենց այգին եւ նորից համախմբված ցասում չկա։ Այսինքն ես հիմա խոսքերս հատուկ ընտրում եմ, որ ցենզից դուրս չգամ, որովհետեւ ինձ համար շատ զարմանալի, անընդունելի իրողություն է կատարվում, ինչ որ կատարվում է մեր ազգի հետ։ Ես զարմացած, ես ապշած եմ մեր ազգի այս կարգի անտարբեր լինելուց։